Եվ երբ այգը բացվեց, երկիրը չէին ճանաչում, բայց նշմարում էին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել, եւ խորհում էին, թե հնար լիներ նավը այնտեղ հասցնել եւ փրկել։ Ուստի խարիսխները հատակից կտրելով ծովի մեջ բաց թողեցին, ղեկերի կապերը թուլացրին, արագաստը բացեցին ու քամուն տվեցին դեպի ծովի ափի կողմը։ Ընկնելով երկու ծովերի միջև գտնվող մի ծանծաղուտ, նավը ծռեցին, եւ նավի առաջակողմը հատակին խրվելով անշարժ մնաց, իսկ ետևի կողմը ալիքների սաստկությունից ջարդուփշուր էր լինում։ Այն ժամանակ զինվորները խորհուրդ արեցին, որ կալանավորներին սպանեն, որպեսզի ոչ ոք չլողա ու փախչի։ Սակայն հարյուրապետը նրանց խորհրդին արգելք եղավ, որովհետև ուզում էր Պողոսին ազատել, ուստի հրամայեց, որ ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետվեն, իսկ մյուսները ոմանք տախտակների վրա, ոմանք էլ նավի այլ բեկորների վրա ցամաք ելնեն։ Եվ այսպես ամենքը փրկվելով ցամաք ելան։